Արդեն մի քանի օր է, ինչ Գավառ քաղաքի փողոցներում աշխատանքային եռուզեռ է, համայնքում կատարվում են ճանապարհների վնասված հատվածների փոսալցման եւ բարեկարգման աշխատանքներ։ Շուրջ մի քանի օր է արդեն սկսվել են ասֆալտապատման աշխատանքները, քաղաքապետարանի համապատասխան աշխատողները հետևում են աշխատանքներին, ասֆալտապատման աշխատանքներին եւ աշխատանքները կատարվում է որակով եւ ժամանակին։ Մրցույթով հաղթող է ճանաչվել Գանձը կազմակերպությունը, ՍՊ կազմակերպությունը, որի միջոցով իրականացվում է ասֆալտապատման աշխատանքները։ Գանձաշին կազմակերպության աշխատակիցներն էլ իրենց հերթին հավաստում են, որ իրականացվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան աշխատանք։ Նախօրոք քանդվում է ճանապարհի վնասված հատվածը, մաքրվում, լցվում է սոսինձ կամ ձյութ, այնուհետև ասֆալտի պահանջվող չափաբաժին եւ հարթեցվում։ Վնասված հատվածները բոլորը մաքրել ենք, հանել ենք։ Հիմա նորից սկսում ենք դիմացը փչել ու հետևից խոսքի ձուտը մենք կլեինք, ասում ասֆալտի, քսելով ու ասֆալտը հետևից անելով գալիս ենք, ուրեմն բոլոր ավտոմեքենաները, տեխնիկաները բոլորը կան, կատարվում է բոլորը որակյալ, որ ասֆալտը ամենամեծ այսօրվա գործը ասֆալտի մեջ է, որ ասֆալտի ջերմությունը, տեղը, լրիվ պարագաները հիմնականում կան։ Փոսալցման աշխատանքները իրականացվում են Գավառ համայնքի բյուջեի միջոցներով։ Այս նպատակով հատկացվել է շուրջ 14 միլիոն դրամ։ Իդեպ Գավառ համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը մայիսի 1-ի տվյալներով կազմում է 63.5%։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հավաքագրման բարձր ցուցանիշները հնարավորություն են ընձեռում համայնքում մի շարք ծրագրերի իրականացմանը, որոնցից մեկն էլ ճանապարհների բարեկարգումն է։ Ալբարտ Մանուկյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։